Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Իսրայելի կողմից Իրանի վրա իրականացված 3 հարձակումների արդյունքում զոհվել է ավելի քան 70 կին եւ երեխա։ Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ եւ առանց բնակելի թաղամասերի վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Նրանք հարձակվում են միտումնավոր կանանց եւ երեխաների վրա եւ այս բարբարոսությունը նրանց համար սովորություն է դարձել։ ԱՄՆ-ն պատասխանատու է Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայի համար, Իսլամական Հանրապետության նախագահի հայտարարությունն է։ Ամերիկան միջազգային իրավունքի բոլոր նորմերին հակառակ թույլ է տալիս Իսրայելին ագրեսիա իրականացնել եւ հարձակվել մեր երկրի վրա։ Իրանի ժողովուրդը չի ձգտել այս պատերազմին։ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Իրано-իսրայելական հակամարտությունը, կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու կարգավորել Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը։ Նրանք դատապարտել են Իսրայելի կողմից Իրանի դեմ ձեռնարկված ռազմական գործողությունները, որոնք խախտել են ՄԱԳ-ի կանոնադրությունը եւ միջազգային իրավունքի այլ նորմերը։ Թուրքիան կենտրոնացել է Թել Ավիվի կողմից Թեհրանի վրա հարձակումները դադարեցնելու դիվանագիտական նախաձեռնությունների վրա։ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի միջնորդության վերաբերյալ առաջարկները, որոնք Պուտինը նախկինում ներկայացրել էր, մնում են սեղանին եւ կարող են իրականացվել։ Կրեմլի խոսնակի խոսքն է։ Ռուսաստանը պահպանում է իր պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում միջնորդական ծառայություններ մատուցելու համար։